Էներգետիկայի բնագավառի գերակախնդիրների, անելիքների ու ծրագրերի շուրջ առաջին քննարկումները գործընկեր կառույցում մեկնարկել են նախարարի աշխատասենյակում։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի և նախարարի տեղակալ Լևոն Շավերդյանի հետ հանդիպմանը Անդրանիկ Խաչատրյանն անդրադարձել է համագործակցությունն առարկայական դարձնելու անհրաժեշտությանը։ Առաջին կարևոր քայլն էլ կատարվել է կառավարության նիստերի դահլիճում։ Ընդլայնված կազմով երկու նախարարությունների միջև համագործակցությունը ամրագրվել է փաստաթղթով։ Էկոնոմիկայի նախարարն իր ելույթում երկու նախարարությունների միջև համագործակցությունը պահանջված է համարել։ Մեզ համար շատ կարևոր է հայկական երկու պետությունների տնտեսության զարգացումը եւ անվտանգության ապահովումը, ուստի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ համագործակցությունը հիմք է հանդիսանալու երկրի էներգետիկայի բնագավառի զարգացման ու հզորացմանը եւ երկու նախարարությունների միջև համագործակցությունը շարունակական ու մշտական բնույթ է կրելու։ Համաձայնագիրը հիմք է հանդիսանալու երկրի էներգետիկայի բնագավառում առկա խնդիրների օբյեկտիվ գնահատմանն ու լուծմանը, ինչպես նաեւ այն կխթանի նախարարությունների միջև տեղեկատվության տրամադրմանը, օրենսդրության մեթոդաբանության եւ օրենսդրական ակտերի մշակմանը ու կիրառմանը, ինչպես նաեւ միջազգային ոլորտի հարցերում համագործակցությանը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին կարևորել է նման համագործակցությունները, վստահեցնելով, որ այն լինելու է ակտիվ ու առարկայական։ Արցախի տնտեսական հատվածի հետ համագործակցություն հայաստանյան գործընկեր կառույցը նախկինում էլ ունեցել է, սակայն երկուստեք թերացումներ են եղել։ Այս անգամ աշխատանքները նոր հարթակ են տեղափոխվում։ Ուշագրով նախատեսում ենք, որպեսզի բոլոր այն հարցերը, բոլոր այն աշխատանքները, որոնք կատարում է Երևանում, որոնք կատարում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնական պաշարների նախարարությունը, որպեսզի հասանելի լինի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար եւ լինի ավելի սերտ համագործակցություն եւ նորմատիվային դաշտի ձևավորման եւ կարգերի ձևավորման եւ օրենսդրական դաշտի ձևավորման։ Լինեն հանդիպումներ, սեմինարներ, փորձի փոխանակում, այցելություններ եւ դրանով կարողանանք նպաստել, երկկողմ նպաստել համակարգի զարգացմանը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի գերակախնդիրների, անելիքների ու ծրագրերի շուրջ արցախյան գործընկեր կառույցի ներկայացուցիչները տեղեկատվություն են ստացել հարց ու պատասխանի ձևաչափով։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։